ֆեոդալական հասարակարգի ֆեոդալական հանրային մտածելակերպ, զարգացում ունեցող ֆեոդալական համակարգին բնորոշ ժողովուրդը չի կարող ժողովրդավարական ընտրություններում իր առաջնորդներին գտնել, ինքը պարզապես չի կարող։ 16-րդ դարում, եթե դուք Փարիզում ընտրություններ անցկացնեիք, ում պիտի ընտրեին։ Հարց տվեք ձեզ, կամ 13-րդ դարում Լոնդոնում, որ ընտրություններ անցկացնեին, էլի պիտի ընտրեին, չէ, այդ թագավորներին, բաներին, ում որ ճանաչում են։ Խոմրամիկներին չէին ընտրի։ Այսինքն դա process է, հասարակական կոչվում է զարգացում, էվոլյուցիա, սոցիալական էվոլյուցիա, զարգացում։ Ֆեոդալիզմից անցում կապիտալիզմի ենթադրում է, որ ձևավորվում է ազատ մարդ։ Ֆեոդալիզմի ժամանակ մարդը մի ազատության շրջանակ ունի, կապիտալիզմի ժամանակ ավելի մեծ ազատության շրջանակ ունի։ Հայաստանում մարդը այն աստիճանի ազատ չի, որը հանդիսանում է կապիտալիզմի համար անհրաժեշտ պայման։ Հայաստանում կապիտալիզմը այդքանով է, որովհետև աշխարհում է կապիտալիզմ։ Բայց մեր այսօր մեզ բնորոշ սոցիալական վիճակը դա ֆեոդալիզմն է։ Մեր հերոսները ֆեոդալական կերպարներ են։ Շատ լավ։ Իսկ այդ ժամանակակից իշխանությունը ինչի վրա է խաղում, ինքը փորձում է իրեն Ռոբին Գուդի, բանի կերպարով ներկայացնել, ինքն էլ է ֆեոդալ, բայց ինքը բարի ֆեոդալ է։ Սրանք չար ֆեոդալներ էին, իսկ ինքը բարի ֆեոդալ է, էլի։ Ինքն էլ է մարդկանց գլխատում, կախում, տրորում, վրով անցնում, բայց ինքը բարի է, ինքը ժողովրդի համար է դա անում եւ այլն, միֆ է քաղաքական, որին որ այսօր ժողովուրդը այսպես ասած բավարարված է դրանով։ Հիմա ինչով է գնում իշխող քաղաքական ուժերը ինչով են գնում ընտրության եւ հիմա ձեր արտասանած տեքստը, որտեղ մեր իրողությունը, որտեղ կառավարման մենք ապրում ենք իհարկե աշխարհում, որտեղ որ գիտելիքը, ինֆորմացիան, հասանել է բոլորին։ Բայց բոլորին նրանց, ով որ դրա կարիքը ունի, իսկ ով որ կարիքը չունի իրեն ինչ։ Եվ հիմա մենք այդ վիճակում ենք։ Եվս մի բան ուզում եմ ընդգծեմ, Տիգրան, երբեք չի կարող պետությունը, որը որ հավերժ աղքատ է, այդ գործարանի, թալանվող գործարանի մոդելով ապրող պետությունը, ինքը երբեք չի կարող հարստանալ։ Ինքը երբեք չի կնքում շահավետ գործարքներ, որովհետև չկա դրա սոցիալական պատվերը եւ չկա դրա կատարողը։ Հերո չգնանք մեզանից, այսօրվա մի օրինակով բերենք։ Վերջի գործարքը 1 միլիարդ դոլարի թաքնված արժողություն առնվազն 1 միլիարդից ավել ունեցող գործարք։ Հայաստանը շռայլորեն կնքեց, մի հատ ծպտուն չկա։ Այս տարի հունվարին ընտրություններից ընդառաջ կառավարությունը ընդունում է որոշում 47 տարով անհատույց օդանավակայանի կոնցեսիան երկարաձգել, այդ անհատույց կոնցեսիան։ Օդանավակայանը տարեկան 25-30 միլիոն դոլար շահույթ է ապահովում ըստ իր սահմանած այդ բանաձևերի, որը որ կոնցեսիոն պայմանագրում նախատեսված է։ Կարող եք ինձ բացատրել տրամադրությունը, տրամաբանությունը։ Այսինքն ինչու պետք է 47 անգամ 30 շահույթը ինքը ստանալ։ Հա, եւ որոշեց այդ շահույթը թողել բանին, կոնցեսիոներին։ Խի։ Այսինքն, եթե պետությունը այդպես է գործում, ինքը երբեք չի հարստանալու։ Ինքը միշտ ունենալու է խնդիր թոշակ վճարելու, դրա համար հարկ բարձրացնելու, դրա համար եւ այլն եւ այլն։ Ինչ որ ուրիշ բաներ բանգալու, չէ՞։ Դու գնացի կնդերք եւ այլն, հենա պատրաստի օբյեկտ 169 միլիոն դոլար իբր թե կոնցեսիոները 30 տարվա ընթացքում ներդրումներ է արել, նոր տերմինալ է կառուցել եւ այլն եւ այլն։ Հիմա եկել է ժամկետը, որ պիտի պետությանը հետ վերադարձվեր այդ օբյեկտը։ Պետությունը պիտի 200 միլիոն դոլարի գույքի տեր դառնար, որը որ կարար 200 միլիոն դոլարով վաճառեր, մեկ, չէ՞։ Մասնավորեցներ, եթե չի կարող կառավարել, ստանալ այդ գումարը։ Կարար ինքը կառավարում կազմակերպեր եւ տարեկան 30 միլիոն ստանել։ Խիա պետությունը 47 տարով ծրի տալի 200 միլիոն դոլարանոց օբյեկտը,
որևէ մեկի սիրուն աչքերի համար կոռուպցիա է, ինչ է։ Եվ տեսեք, առհասարակ, եթե մենք խոսում ենք преемственность поколений власти 2001 թվականի դեկտեմբերի 17-ին Անդրանիկ Մարգարյանը առաջին օտարի վավերացմամբ ստորագրեց կոնցեսիոն պայմանագիրը։ Ռոբերտ Քոչարյանը այդ ժամանակ նախագահ էր։ Ըստ այդ պայմանագրի աննախադեպ Հայաստանի համար նույնիսկ պայմանագիր էր։ Կառավարությունը պարտավորվեց Հայաստանում օրենքներ փոխել։ Պատկերացնում եք։ Մեծամասնության համար ֆեոդալիզմի մեջ ապրող մարդկանց համար միևնույն է։ Կառավարությունն է կարա եւ օրենք փոխել։ Այդ բաժանումը, հա, գործադիր, օրենսդիր, դատական, ֆեոդալական մարդու համար չի գործում։ Ֆեոդալը եւ դատավոր է, եւ դատախազ է, եւ օրենսդիր է, եւ գործադիր է։ Մեր հանրության մեծամասնության համար այդպես է։ Բայց գրագետ ցիվիլ, հա, աշխարհի համար գործադիր իշխանությունը ո՞նց կարող է վերցնել իր վրա պարտավորություն երկրում օրենք փոխել։ Չի կարող, չէ՞։ Այդ պայմանագրի մեջ կոնցեսիոն դուք կգտնեք, որ կառավարությունը պարտավորվեց օրենքով սահմանել մենաշնոր կոնցեսիոներին, որ բացի հա իր անկերությունից ուրիշ օդանավակայաններ Հայաստանի տարածքում երբեք չեն գործի։ Եվ մյուս պայմանները նույնպես մեծ արտոնություններ են տալիս այդ ընկերությանը։ Հիմա այդ ամենը 47 տարով երկարաձգվեց, ո՞նց է դες։ Լավ, Քոչարյանը բոբո էր, կաշառակեր էր, ըստ Նիկոլ Փաշինյանի, ենթադրեն կաշառք էր վերցրել այդ կոնցեսիայի պայմանագիրը, սենց սեփականաշնորհ է տվել էր։ Բա Փաշինյանը նույն պայմանագիրը խիա 47 տարով տալիս։ Ինքը չէ որ այն Ռոբին Գուդի, հա, այդ հարուստներից վերցնենք, աղքատներին վերադարձնենք։ Ու հիմա հակասության մեջ եք, մեծ սկանդալ է կառավարությունը։ Զվարթնոց օդանավակայանի կլոր մասնաշենքը Հայաստանում պահպանվող օբյեկտ է, ճարտարապետության արժեք, միջազգային իդեպ։ Հիմա կառավարությունը պայքարում է, որ ցուցակից հանել պահպանվող օբյեկտների, որպեսզի օդանավակայանը ընդլայնել այդ ուղղությամբ եւ այլն։ Այսինքն ստեղ էլ չի բռնում էլի ոնց որ թե Ռոբին Գուդի կեցվածքը եւ կառավարության այսօրվա առօրյան։ Այնտեղ հետաքրքիր նյուանս կար, ձեր ունկնդիրը որ զանգել էր, ասել էր դե Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը պարզա մեծահարուստների թվին են, իսկ Նիկոլ Փաշինյանը դեռ ոչ։ Բայց այսպիսի գործարքներ հարց են առաջացնում, իսկ տարբերությունը ո՞րն է Նիկոլ Փաշինյանի ու Ռոբերտ Քոչարյանի։ Էն էլ է ստորագրել, էնի 30 տարով է ստորագրել, այսի 47 տարով։ Լավ, 2002 թվականին մենք կարող ենք ասել Հայաստանը չունի այդ գիտելիքը կառավարել, բան, թեպետ եւ դա սուտ է, այդպես չի։ Տվեցին միջազգային փորձ ունեցող ընկերությանը։ Բա հիմա Ինչ կարելի է տալ միջազգային փորձ ունեցող ընկերությանը, բայց դրա փոխարեն ինչ որ վարձ ուզել։ Իհարկե, կամ էլ վարձել այդ ընկերությանը շահույթը տնօրինել։ Սա պատասխանն է ձեր հարցին ինչի չի արվում։ Չի արվում ձեր աչքի առաջ, որևէ կերպ ազդեց դա ընտրությունների ժամանակ, գործոն տարավ։ Մեկը հելավ ասեց, այս ինչ ապուշ հիմնարկ եք, գործարք եք ընկել։ Բացի ինձանից, ես դրա մասին խոսացի։ Որևէ մեկը դա մատնացույց արեց։ Ես տարիներ շարունակ մատնացույց եմ անում, որ Զվարթնոց օդանավակայանի նոր մասնաշենքը պետական գրանցում չունի, կադաստրում գրանցված չի։ Հայաստանի Հանրապետության օրենքով դա ապօրինի շինություն։ Վախտին ժամանակին երևի չեն Ռոբերտ Քոչարյանի ժամանակ միգուցե չեն համաձայնացրել նախագիծը, չեն ավարտականակ ստացել, չեն թույլտվություն ունեցել, չեն ինչ որ այդ ամենը ունեցել, համարել են, որ մաստեր պլանը հաստատված է, ուրեմն այդ ամեն ինչը կա։ Իդեպ մաստեր պլանի մեջ նման ինչ որ մի միտք արտահայտված կա, որ մաստեր պլանը եթե կառավարությունը հաստատում է, մնացած բոլոր թույլտվությունները համարվում է տրված։ Դա էլ է աբսուրդ միտք։
Կառավարությունը չի կարող տեղական ինքնակառավարման մարմնի փոխարեն որոշումներ կայացնել։ Հակասությունները օրենքներին, սահմանադրությանը Հայաստանի նույնիսկ արդեն չշեշտենք, երևույթը։ Արդյունքում կա այսօր Երևան քաղաքում ամենախոշոր օբյեկտը, Երևան քաղաքում Զվարթնոց օդանավակայանը պատկանում է Երևան քաղաքին։ Ամենախոշոր օբյեկտն է, ամենամեծ։ Գույքահարկ չի մուծում։ Տարիներ։ Ոչ մեկ ձեն չի անում։ Ոչ մեկին դա պետք չի։ Իսկ դուք ինչից եք խոսում, որ միջոցներ են պետք երկիրը զարգացնելու։ Մարդը ժամանակին 2 կոպեկ տվել է ու ենթադրենք իր հարցերը լուծել է։ Եվ այսօր չէ կառավարությունը նստում է, դիտարկում է, որոշումներ է կայացնում եւ այլն, եւ չեն տեսնում։ Նայում են ու չեն տեսնում։ Այդ ինչ երևույթ է։ Կոռուպցիա։ Ենթադրենք ոչ, կոռուպցիա չի։ Որտեղից է դա գալի։ Դա գալիս է այդ անտեր գործարանի վիճակի մոդելից։ Դուք լավ մոդել եք ընտրել բացատրելու համար։ Եվ ներողություն, ես հիմա մի հատ էլ փաստարկանը։ Հայաստանում մշակված է ներկայացված է կլոր մասնաշենքի օգտագործման նախագիծ։ Նախաձեռնությամբ Արտուր Տարխանյան կենտրոնը պատրաստել է 19 թվականից դեռ առաջ է տանում կառավարությունը տեղյակ է, բոլոր պաշտոնյաները տեղյակ են եւ այլն, որ կարելի է կլոր մասնաշենքը օգտագործել որպես օդանավակայանի տերմինալ եւ դա ավելի շահավետ է, քան կառուցել նորը։ Այսինքն, եթե զարգացման անհրաժեշտություն կա, կլոր մասնաշենքի ինչ որ ձևափոխություններով, հա? Օրենքով թույլատրված չնչին ձևափոխումներով օրենքը գործող հուշարձանների պահպանվող շենքերին թույլ է տալիս այնպիսի միջամտություն, որը չի փոխում կերպարը, բայց հնարավորություն է տալիս շահագործել տվյալ օբյեկտը։ Այդ կանոնի պահպանմամբ ներկայացված է 19 թվականից նախագիծ, ինչպես իսկ ինչու առաջ չի գնում նախագիծը։ Կարող եք բացատրել սեփականատիրոջը, որը որ գերադասում է ավելի մեծ ծախսեր ունենալ, քան ավելի քիչ ծախսեր ունենալ ներդրումային ծրագրերից։ Դա կախված է նրա որոշումից, էս կոնցեսիոն կառավարիչի, մինչև որ կառավարությունը չհաստատի մաստեր պլանը, կախված է կառավարությունից։ Մաստեր պլանի հաստատումից հետո կախված է արդեն կառավարիչի, բայց հիմա իրենց բոլորին հարց է տալիս։ Եթե կլոր մասնաշենքի վերանորոգման համար արկավոր է X գումար, որպեսզի ինքը վերագործածվի որպես տերմինալ։ Նորը կառուցելու համար 5X։ Որն է ավելի շահավետ։ 5X-ը թե X-ը։ Պարզ է չէ, որ նորը կառուցել 5 անգամ ավելի թանկ է, կամ ինչ որ մի շենք կառուցել վերանորոգում անել։ Եվ ահա գալիս ես ու մի պատին ես դիպչում, որը որ այստեղ օլիգարխիայի շահերի հարցն է։ Ով է այնտեղ սեփականատերերի կազմը, այդ օդանավակայանի կոնցեսիայում բացի Էրնեկյանից կլինեն, չէ՞ էլի սեփականատերեր, շահագրգիռ կողմեր եւ այլն։ Ինչ շահեր ունեն, ոնց են իրենք նայում։ Մենք հիմա խոսում ենք Հայաստանի Հանրապետության շահերից։ Իսկ իրենք ունեն անձնական շահերը։ Մեկին այդ օդանավակայանը պետք է որպես նարկոտիկ տանել բերելու համար հենարան, չէ՞։ Մյուսին այդ օդանավակայանը պետք է որպես, չգիտեմ, փող մաքրելու տեղ, երրորդին այդ օդանավակայանը պետք է։ Եվ 5-րդ, 16-րդ տեղում է քաղաքացու խնդիրները, որ քաղաքացուն պետք է շահավետ, կոմֆորտ օդանավակայան եւ մատչելի տոմսեր։ Երբ որ այդ վերևից ներքև գալիս ես ու ֆեոդալական համակարգով ում շահերն են առաջնային, չէ՞։ Թագավորի, վեզիրների, մյուսների վերջում է միայն այն Ռամիկը իր այդ կամուրջը անցնելու համար վարձ տալով